Նախ կոնֆլիկտի հետ ամենասկզբից Թուրքիան ինքը փորձեց որոշակի դերակատարում ստանձնել, մասնավորապես նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքներից էր բխում, ուրեմն միջնորդի դեր ստանձնելը, բնականաբար իրեն չհաջողվեց ամբողջությամբ միջնորդի դերով հանդես գալ, որտեղ առաջին հերթին ռուսական կողմը հայտարարեց, որ Թուրքիան ըստ էության միջնորդ չի կարող լինել, որովհետև նա աջակցում է Ուկրաինային, տրամադրելով զենքեր, հատկապես դրոնների մասն է խոսքը։ Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ այս կոնֆլիկտի հարցում միջնորդները, այսինքն կողմերը, որոնք որ պատրաստակամ են հարթակ տրամադրել, ուրեմն նպաստել ինչ-որ բանակցությունների կազմակերպմանը, իրականում քիչ են եւ այստեղ Թուրքիան օգտվում է։ Ես ավելի շուտ կասեի ոչ թե Թուրքիան միջնորդ է, այլ ավելի շատ Թուրքիայի տարածքը հարթակ է ուրեմն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների համար։